Օրերս ինչպես քննչական կոմիտեն հայտնեց, բացահայտվեց եւ կանխվեց հանրապետությունում իշխանության յուրացման, ահաբեկչության, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների կազմակերպման պլանը, որի գլխավոր գործող անձանցից մեկը եկեղեցու բարձր սպասավոր Վազգեն Գալստանյանն էր։ Ինչպես գիտենք, ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց եկեղեցու մեկ այլ սպասավոր, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչերի համար։ Որպես իշխանության ներկայացուցիչ, ձեզ համար այսպիսի զարգացումները կանխատեսելի էին, մասնավորապես եկեղեցու մասնակցությամբ։ Տեսեք, ես կարծում եմ, որ այս իրականությունից կտրված մի պայմանական իրողության մեջ, երբ մեզ, այսինքն այն պայմաններում, երբ նմանատիպ պլանները բացահայտված չէին, եթե մեզ ասեն, որ նմանատիպ բան պլանավորվում է, կամ որ նման խոսույթով Վազգեն Գալստանյանը կարող է օրինակ խոսել մեր քաղաքացիների նման նմանատիպ ինչ-որ բովանդակային քննարկումներ են տեղի ունենում իրենց մոտ, կարծում եմ զարմանալի չէր լինի, բայց բնական է մի բան է ինչ-որ պայմանական ենթադրություններ է, մի բան է իրողություն է եւ այն իրողությունը, որի մասին դուք նախանշեցիք, իհարկե շոկային է բոլորիս համար, շոկային է, ես կարծում եմ առաջին հերթին մեր քաղաքացիների համար, այդ թվում իրենց կողմնակիցների համար, ում մասին խոսելիս նաև ձեր կողմից նշված անձը բավականին վիրավորական խոսույթեր օգտագործում եւ կարծում եմ մեծ հաշվով քաղաքական խոսույթի մակարդակում մենք բազմիցս արձանագրել ենք, որ գործ ունենք 5-րդ Շարասյան հետ, որ թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ընդդիմությունը ըստ էության իրենց պահվածքով հիշեցնում է ոչ այլ ինչ քան աուտարերկրյա ագենտուրայի ներկայացուցիչներին բնորոշ պահվածք եւ ըստ էության այն բացահայտումը, որի մասին մենք հիմա խոսում ենք, գալիս է ապացուցելու դա գործնականում եւ ցավոք մենք չենք սխալվում, ցավոք դա իրականություն է, բայց ես ուզում եմ առիթը օգտագործել եւ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, մասնավորապես ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, մասնավորապես քննչական կոմիտեի աշխատակիցներին, ովքեր գտնվել են իրենց բարձունքի վրա, ովքեր ժամանակին նկատել են այդ վտանգը եւ թույլ չեն տվել, որպեսզի այդ հրեշավոր նպատակները իրագործվեն։ Պարոն Աղաջանյան, տեսակետ կա, որ նման խմբակը, հարգելով անշուշտ բոլորի անմեղության կանխավարկածը, չէր կարող քաղաքական թելադրիչներ չունենալ, մասնավորապես խոսվում է ռևանշի ձգտող քաղաքական ուժերի ղեկավարների կողմից այդ խմբակը թե ոչ անմիջականորեն ձևավորելու, բայց տվերային կարգով կառավարելու մասին։ Չի բացառում նաև արտաքին որոշ շահագրգիռ կենտրոնների կողմից թելադրված լինելու հանգամանքը։ Ձեր տպավորությունն այս մասով։ Դե ինչպես ես արդեն նշեցի, մենք բազմիցս այդ թվում ազգային ժողովի ամբիոնից տարբեր առիթներով այս խնդիրը բարձրաձայնել ենք, կրկնում եմ, սա ասելով այսինքն իրենց գործունեությունը ամբողջ, թե քաղաքական գործունեությունը, այն ինչ որ մենք հիմա քննարկում ենք, ըստ էության քաղաքական գործունեության հետ կապ չունի, բայց այդ թվում այս դրվագը գալիս են ապացուցելու, որ մենք ճիշտ էինք եւ որ այս խոսույթին գալու էր ինչ-որ բայի փոխարինելու ինչ-որ կոնկրետ գործողություններ կամ առնվազն գործողությունների պլան, որը բարեբախտաբար գործողությունների պլանի փուլում կանխվեց մեր իրավապահ մարմինների կողմից, հետեւաբար, եթե ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, ապա այո, այստեղ օտարերկրյա շահերը սպասարկող խմբակի գործողությունների տրամաբանություն կա եւ սա անձեն աչքով տեսանելի է։ Իսկ ներքաղաքական դերակատարների մասով ինչ կասեք, մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահների մասնակցության մասին, հիշեցնեմ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները, Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները, առիթ ունեցել են մասնակցելու Բագրատ Գալստանյանի հետ փակ քաղաքական քննարկումներին, նաեւ նրան ազգային ժողով են հրավիրել։ Ես կավելացնեմ ձեր այդ ցուցակին այդ թվում նաեւ այն, որ վերջին
իրադարձությունների համատեքստում վերջիններս ոչ միայն չեն դատապարտել այս գործողությունները, ոչ միայն չեն լռել գոնե, այլ նաև հայտարարություններ են տարածել, որոնց միջոցով քաջալերում են ըստ էության այս ամենը, պիտակավորում են մեր իրավապահ մարմիններին, կասկածի տակ են դնում իրավապահ մարմինների գործունեության անհանաչառությունը եւ այլ, եւ դրանով իսկ գալիս են ապացուցելու, որ նրանք ոչ միայն դեմ չեն կամ ոչ միայն կապ չունեն այս ամենի հետ, այլ ուղիղ շահառու են հանդիսանում այս գործընթացի, եթե ոչ մասնակից, եւ կապը միանշանակ է, այո, կարծում եմ, որ այն քաղաքական պրոցեսները, որ ազգային ժողովում օրինակի համար տեղի են ունենում կամ տեղի կունենային իրենց պատկերացրած պլանների շրջանակներում, պետք է փողոցային իր տեսքը ունենար այն ուրեմն դրսևորմամբ, որը նկարագրված է հայտնի ձայնագրություններում։ Արդյոք քաջալերանքի տրամաբանության մեջ է նաև այն, որ նույն երկու ընդդիմադիր խմբակցությունները հավանության են արժանացրել Միքայել arczepiskopos Աջապահյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու Էդմոնդ Մարուքյանի նախաձեռնությունը։ Այսօր էլ ձեր նախկին գործընկեր Հովիկ Աղազարյանն ասաց, որ պատրաստ է միանալ այդ նախաձեռնությանը, եթե իհարկե ամենայն հայոց կաթողիկոսը հավանության արժանացնի այն։ Ըստ էության այս դրվագը մեծ հաշվով օրգանական ուղիղ կապի մեջ է նախորդի հետ, ինչի մասին որ դուք խոսեցիք, այո, ես կուզեի նաև ավելացնել, որ իմ պատկերացմամբ բոլոր այն քաղաքական գործիչները եւ այն մարդիկ, ովքեր ոչ միայն չեն դատապարտել այդ թվում Աջապահյանի հայտարարությունը, որ ըստ էության ապօրինի իշխանազավթման կոչ է իրենից ներկայացնում, դրանք քաղաքականապես կիսում են այդ պատասխանատվությունը, որովհետև եթե նման մարդուն պետք է Էդմոնդ Մարուքյանից սկսած, վերջացած, չգիտեմ, պարոն Աղազարյանով եւ մնացած ֆրակցիաներով առաջադրեն որպես երկրի ղեկավարի թեկնածու, դա ոչ այլ ինչ է, քան այդ պատկերացումների քաղաքական մակարդակում գաղափարների կիսել եւ հետեւաբար ես պնդում եմ, որ սա քաղաքական պատասխանատվության մի մեծ ընդհանրական բազա է, որտեղ կան ձեր կողմից նշված մարդիկ եւ իրանք ամբողջությամբ կիսում են այդ պատասխանատվությունը։ Զավեշտալին իհարկե նաեւ այն է, որ այս առաջադրումը ըստ էության հենց ինքը Աջապահյանը բացառեց իր իրավաբանի միջոցով բավականին սեղմ ժամկետներով ինքնաբացակ կարելի ասել, հա, հայտնելով եւ ասելով, որ նա որևէ ցանկություն նման գործընթացների մեջ մտնելու չունի եւ ըստ էության ես կարծում եմ, որ այս անկանոն շարժումները ընդդիմադիր դաշտում պայմանավորված են հենց նրանով, որ մեր իրավապահ մարմինները կանխեցին այս հրեշավոր պլանը եւ կարելի ասել իրենց ներսում մեծ խառնաշփոթի առիթ հանդիսացավ եւ այդ թվում այդ առաջադրումը ես վստահ եմ ներքին կարգով քննարկված չէր, համաձայնեցված չէր, հակառակ պարագայում տրամաբանական է, որ նման արձագանք Աջապահյանի կողմից չէր լինի եւ եւս մեկ անգամ ուզում եմ գնահատակի խոսք հարցնել, ասել մեր իրավապահ մարմինների եւ ընդհանրապես պետական ինստիտուտների, ես կարծում եմ, որ սա լավագույն ցուցիչն է, որ մեր պետական ինստիտուտները, այդ թվում եւ մասնավորապես իրավապահ համակարգը կայացման փուլում է եւ այս գործընթացը ես վստահ եմ, որ շարունակվելու է եւ մենք կունենանք եւ ունենք կարելի ասել ժողովրդի կողմից վստահություն վայելող իրավապահ համակարգ։ Այս խմբակի չեզոքացմամբ ըստ ձեզ, պարոն Աղաջանյան, արդյոք կանխվել է Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգը, թե ըստ ձեզ հնարավոր է նաեւ այս սցենարի կրկնությունը արդեն ուրիշ դեմքերի, ուրիշ քաղաքական, գուցե ոչ քաղաքական խմբակների տեսքով հաշվի առնենք։ Կոնկրետ շրջանակներում միանշանակ է, որ կանխվել է մի մեծ սարսափելի տերակտ եւ սա թերագնահատելու ուղղակի շատ դժվար է, իսկ թե հնարավոր են արդյոք նորանոր նմանատիպ դեպքեր, որովհետեւ բան ես կարծում եմ բացառել պետք չի, ես կարծում եմ, որ կարևորագույն արձանագրումը այս պահին այն է, որ մեր իրավապահ մարմինները իրենց տեղում են եւ նույնիսկ նմանատիպ որևէ վտանգի պարագայում նրանք նույնպես եւ նույն
պրոֆեսիոնալությամբ կանխեն նմանատիպ դեպքերը եւ երևույթները եւ սա թերևս կարևորագույն երաշխիքն է հայոց պետականության։ Անկանոն շարժումների մասին խոսեցիք, պարոն Աղաջանյան, ի՞նչն է պատճառը, որ գալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ նման օպերացիա է պլանավորվում։ Ըստ ձեզ նպատակը իշխանությունը զավթել եւ գալիք ընտրությունները կեղծելն է, թե իշխանությունը զավթել եւ գուցե դուք ձեր սցենարը կառաջարկեք։ Իրականում հենց ձեր հարցադրման մեջ այդ հարցի պատասխանը կար։ Անտրամաբանական է ընտրություններից կարճ ժամանակ առաջ նման քայլի գնալ, եթե դու գիտես կամ վստահ ես, որ ժողովուրդը իսկապես քո կողքին է եւ դու վայելում ես ժողովրդի վստահությունը որպես քաղաքական միավոր, սա ուղիղ հակառակի մասին է խոսում, սա խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք մի ահաբեկչական խմբակի հետ, որը որևէ օրգանական կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ քաղաքացիների հետ, որը որևէ հույս չունի Հայաստանի քաղաքացիներից քվե ստանալու մի պարզ պատճառով, որ որևէ կերպ այդ քվեին չի արժանացել եւ այդ վստահությանը չի արժանացել եւ այս պայմաններում բնականաբար մարդ կամ խումբ, ով կյանքի եւ մահվան հարց է դարձել իշխանության գալը, բնականաբար պետք է սկսի մտածել նմանատիպ միջոցներով իշխանությունը զարթելու մասին եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը ինքնին ձեր հարցի մեջ էր, հենց այդ ժամկետները գալիս են ապացուցելու, որ իրենք որևէ հույս եւ շանս չեն տեսնում ընտրությունների միջոցով հասնել իշխանության եւ սա է ձեր հարցի պատասխանը։ Թերևս վերջին հարցը, պարոն Աղաջանյան, ինչ եք կարծում, Գարեգին Բ-ն, ամենայն հայոց կաթողիկոս, նույն ինքը կտրիչ Ներսիսյանը, կանցա վարչապետի հորդորին կթողնի վեհարանը, այս բանավեճը հեռակա կարգով ինչպես կավարտվի, հաշվի առնելով, որ եկեղեցու 2 բարձրաստիճան սպասավոր արդեն կալանավորվել է։ Ես չեմ կարող նրա փոխարեն ինչ-որ ենթադրություններ անել եւ կանխատեսումներ անել, իրականում այն, որ մինչ այս պահը ձեր կողմից նշված անձը ցուցաբերել է այն պահվածքը, որը ցուցաբերել է, ես ուզում եմ նաև հիշեցնել, որ այս ահաբեկչության մասսայական ահաբեկչության փորձը իր կողմից եւս որևէ անդրադարձի չի արժանացել, ընդհակառակը ինչպես մեր դաշնակցական եւ Հայաստան խմբակցության եւ մնացած ընդդիմության գործընկերները ողջունի խոսքեր են հղել պարոն Աջափահյանին եւ Վազգեն Գալստանյանին, ըստ էության նույնաբովանդակ հայտարարություն տարածել է եկեղեցին եւ բնականաբար հայտարարության հետևում կանգնած է կտրիչ Ներսիսյանը, բայց նաեւ ձեր թույլտվությամբ երկու խոսք ասեմ ընդհանրապես այս կոնկրետ իր հետ, իր անձի հետ կապված քննարկումներին, դուք տեղեկ եք, որ վարչապետը ըստ էության բարձրացրել է կոնկրետ մի հարց, որը առնչվում է եկեղեցու ներքին կանոնակարգերին եւ մասնավորապես կուսակրոնության ուխտի խախտմանը, ինչը ֆորմալ առումով միանշանակ է, որ հիմք է, որպեսզի վերջինս լքի վեհարանը, բայց իմ խորին համոզմամբ դա վերջինիս ամենափոքր մեղքերից է, որովհետև այն, որ մենք այսօր մեր եկեղեցում եւ սպասավորների մեջ ունենք այն որակի մարդիկ, ովքեր պատրաստ են Հայաստանում առնահեղությամբ իշխանության գալու փորձեր անել, ովքեր ուղղակիորեն ռազմական հեղաշրջման փորձերի կոչեր են անում, ովքեր ես առիթ եմ ունեցել ազգային ժողովի ամբիոնից խոսելու, նաև իրենց վարքագծի ընդհանրապես կեցության, այդ կեցվածքի մասին, սրանք մարդիկ են, ովքեր մեծ հաշվով որևէ կապ չունեն հոգևորականության հետ, ովքեր կապ չունեն քրիստոնեության հետ կամ կապ չունեն ընդհանրապես Հայաստանի ժողովրդի հետ եւ եթե այս ամբողջ ժամանակահատվածում եկեղեցու գլուխը եղել է ձեր կողմից նշված մարդը, դա նշանակում է, որ սա իր որակների արտացոլումն է ամբողջ համակարգի վրա եւ նա վաղուց պետք է հեռացած լիներ, այս հարցը վաղուց պետք է եկեղեցու ներսի այլ սպասավորներ իմ խորին համոզմամբ պետք է բարձրացած լինեին, ցավոք դա տեղի չի ունեցել, ցավոք մենք ենք այդ հարցը բարձրացնում, ցավոք մենք հիմա ենք այդ հարցը բարձրացնում, երբ հարցը հասել է արդեն ազգային անվտանգության սպառնալիքի խնդիրներին, բայց լավ է ուշ քան երբեք եւ ես վստահ եմ, որ այս հարցը եւս
իր տրամաբանական ավարտին կհասցնի եւ բացառված է, որ այն տրամաբանությունը, ինչով որ կառավարվել է եկեղեցին, շարունակվի, առնվազն կառավարությունը իր կողմից ամեն ինչ անելու է, որպեսզի այն ուրեմն թնջուկը, որի շուրջ պատտվում է վերջի օրերին քաղաքական խոսույթը, ավարտվի հնարավորինս շուտ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։